Եկեք խոսենք էմոցիաներից։ Երբևէ եղել է, որ ձեր երեխային ասիկ վերջացրու, հերիք է ուրախ լինես։ Հիմնականում չէ։ Մենք ծնողներս հաճախ եւ մեծամասամբ կասեի ցանկանում ենք մեր երեխաներին ուրախ տեսնել։ Այն աստիճանի, որ երբեմն փորձում ենք շեղել երեխային ուրիշ էմոցիաներից, նրան արագ տեղափոխել ուրախության ոլորտ, մտածել, խոսել ուրախության մասին։ Եվ երբ նրանք ուրախությունից բացի այլ զգացում ունեն, փորձում ենք նրանց տարբեր կերպերով ստիպել կամ շեղել, որ նրանք այդ զգացումը չունենան։ Իրականության մեջ, չնայած այն հանգամանքին, որ այս նպատակը դրական միտումներ ունի, իրականում սա այնքան էլ օգտակար չէ երեխայի համար, որովհետև ուզենք թե չուզենք, բոլորս զգում ենք մեծ տարբերությամբ էմոցիաներ, ուրախությունից մինչև տխրություն, պարկությունից մինչև հուսահատություն։ Եվ այս բոլոր էմոցիաները շատ բնական, նորմալ եւ առողջ են։ Կարևոր է այդ բոլոր էմոցիաները զգալ եւ հասկանալ, ինչպես են դրանք ազդում երեխայի կամ մարդու վրա։ Ասածս այն չէ, որ մենք ստիպենք երեխային տխրել, հուսահատվել եւ այլն, այլ այն, երբ երեխան այդ իրավիճակում է, չշտապենք նրան դուրս բերել այդ իրավիճակում, թույլ տանք նրանց զգալ զգացումը, հասկանալ ինչ է տեղի ունենում իր հետ այդ ընթացքում եւ ամրություն ձեռք բերել, որպեսզի հետագայում այդ զգացումը ունենալիս ոչ թե բարկությունը կամ տխրությունը ամբողջությամբ գրավի ձեր երեխային եւ երեխան անկառավարելի դառնա, այլ նա կամաց սովորի ապրել եւ համագործակցել այս զգացումների հետ։ Այսպիսով մենք կարող ենք օգնել երեխային սովորել իր էմոցիաները, աշխատել նրանց հետ, փոխարենը նրանց անտեսելու եւ անընդհատ իրենց շեղելու ուրախ կամ հաճելի կամ ընդունված էմոցիաների։ Այսպիսով մենք կարող ենք դաստիարակել հասուն, ինքնաբավ եւ հաջողակ երեխաների, ովքեր ավելի խաղաղ են իրենց հետ եւ կարիք չունեն ինչ-որ բաներ ձևացնել կամ ուղղակի իրենց խաբել, որ այդ զգացումը ունեն կամ չունեն։